Եվ հաղթել է Ուրարտուի երկրորդ թիմին 4-2 աշներն են Նվանիկ Սիմոնյանը և Վարությունն Ամբարձումյանը, չորրորդ պաշտոնյան Սարգիս Խաչատրյանն է, մրցավարի տեսահոգնականը Զավեն Հովանիսյանն է, տեսուչը Սլավիկ Ղազարյանն է, իսկ պատվիրակը Արնո Սարգսյանն է։ Ծառոթանանք Սյունիքի մեկնարկային կազմին, դարպասը զգում է Պողոս Այվազյանը համար 16 պաշտպանությունում, համար 17 Էրիկ Սողոմոնյան, համար 27 Լուկ Զոնգո, համար 29 Ժոաու Մենդեշ և համար 7 Ռուբեն Եսայան։ Իսա պաշտպանական գծի սում ենք Էրիկ Նալբանդյանին։ Սունում է մրցավարը խաղ մեկնարկեց Անդրանիկի խաղացողներն են Պետրոս Աֆաջանյան, չկար խաղթում, արվածում է Աֆաջանյանը, Աֆաջանյան նկատեց Պազին, լավ փոխանցում էր ու փրկում է Սեսայը, շարունակվում է գրոհը, ևս մեկ արված գնդակը դարպասում է։ 20-րդ րոպեին Սյունիքը հաղթողի կարգավիճակ է ստանում Պետրոս Աֆաջանյանը, աչքի ընկավ դարպասի գրավմամբ, իր հնարավորությունները Անդրանիկը չօգտագործեց և Սյունիքը այսպես կարողացավ բացել հաշիվը, իր դիրքից բաց թողեց Գաբրիել Պազին, Սեսայը փրկեց, հետո արդեն Դիդի հասցնում է գնդակը Պետրոսյանին, վտանգավոր է Պետրոսյան և բարձր է արվածում։ Շատ ժամանակ նույնիսկ մոռանում են պաշտպանվելու մասին և այսպիսի գրոհներ են բաց թողնում, վտանգավոր էր Գաբրիել։ Փոխանցում Տուգանային հրապարակ, արված և գոլ։ 1-1 Անդրանիկը վերականգնում է հաշվի հավասարությունը ու Միքայել Նդիդին գլխի դիպուկ արվածով խոցեց Պողոս Այվազյանին գնդակին, բայց չստացվեց, սակայն մրցակցի խաղացողների ուշադրություն Միքայել Նդիդի երկար փոխանցում առաջ Պետրոսյան և գոլ 2-1 Անդրանիկը արդեն առավելություն է ստանում մի քանի հնարավորություն խաղից դուրս վիճակ չկար, Մենդեշը փակել էր խաղից դուրս վիճակը, այսպես անցավ դարպասապահին։ Ամենայն հավանականությամբ առաջին խաղակեսում այլևս կարևոր իրադարձություն չենք տեսնի, այո սուլեց մրցավարը։ Առաջին խաղակեսն ավարտված է, Անդրանիկը 2-1 հաշվով հաղթում է Սյունիքին։ Հավատի խաղարկության քառորդ եզրափակիչի Անդրանիկ Սյունիք պատասխան հանդիպումը, առաջին կեսից հետո Անդրանիկը հաղթում է 2-1 հաշվով, Սյունիքը բացեց խաղի, շատ բարձր տեմպով անցավ Հակոբյան, վտանգավոր էր և դարպասաձողի նպվեց գնդակը, այստեղ Պողոս գնդակին փոխանցում էր Հակոբյանի կողմից, բայց կարող էր գոլ խփել։ Պետրոսյան, Օբի, Տուգանային հրապարակում է, Օբին արվածում է և Այվազյանը որսած գնդակը։ Մաքուր էր այս անկումը, Բաղրենե չի շեղ է արվածում։ Հակոբյան Կրկին Հակոբյանն է գնդակով փոխանցում Տուգանային հրապարակ և գնդակը հայտնվել է դարպասում։ Վաչե Հակոբյանը խփում է Անդրանիկի երրորդ գոլը։ Այս անգամ էլ գնդակը հպվեց դարպասաձողին, բայց հատեց նաև դարպասային գիծը այստեղից երևի թե ավելի լավ կերևա։ Գնում են առաջ Սյունիքի ֆուտբոլիստները, Գաբրիել անցավ երկու մրցակիցների Գաբրիել վտանգավոր է, արված և ևս մեկ արված կտեսնենք, կարապ Փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է, Սեսայը փրկեց ևս մեկ գեղեցիկ սեյվ նրա կողմից։ Գաբրիել, արվածում է Գաբրիելը, Հովանիսյան և գոլ։ Կրճատեց հաշվի տարբերությունը Սյունիքը։ Եվ այստեղ բորբոքվում են կրքերը խաղադաշտում Սեսայը։ Չէր ցանկանում գնդակը տալ մրցակցին ու այսպիսի թեժ իրավիճակ թույլ չտվեց ու Ալեն Կարապետյանի և Սեսայի միջև վիճաբանության մյուսները
Միեկորի գեղեցիկ է խաղում Գաբրիելը, Գաբրիել, արվածում է Գաբրիելը, չկա այստեղ 11 մետրանոց, դաժան պայքար է գնդակը աղթելու համար, բավական թեժ խաղի ենք ականատես լինում, փոխանցում Տուգանային հրապարակ, Կարապետյանը, արվածում է Կարապետյանը, Սեսա, Վալեին, Բարենեչի, արվածում է Բարենեչին, Պողոսնիկը, փոխանցում Տուգանային հրապարակ, Հովանիսյան և բարձր է արված։ Արցրից փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է և Սեսայը փրկում է, սուպեր սեյվ Անդրանիկ րոպե ավելացրեց մրցավարը։ Օլավալ է, մտավ Տուգանային հրապարակ, Օլավալ է, Այվազյանն է փրկում։ Եվ գնդակը դարպասում է, քանի դեռ դիտում էին կրկնապատկերը Անդրանիկը 4-րդ գոլը խփեց։ Փոխարինման մտած Կամիլյեն։ Երկու գնդակի առավելություն է տալիս Անդրանիկին։ Ասրին կորցնել գնդակը Սյունիքի ֆուտբոլիստները։ Կամիլյեն մոտ տարածություն։ Այստեղ Պողոս Այվազյանը սխալվեց և փոխարինման մտած Վայց Զաքարյանը։ Նախորդ կրկնապատկերի ժամանակ երևաց Ալեն Պողոսյանը հեռացնում է գնդակը, Կամիլյեն, Տուգանային հրապարակում է Կամիլյեն, գոլ! 5-2 և կարծում եմ Կամիլյենը ամրագրում է Անդրանիկի հաղթանակը։ Դուբլ ձևակերպեց փոխարինման մտած ֆուտբոլիստ Ալեն Պողոսյանը, բայց այս հեռացումը գոլային փոխանցում դարձավ։ Կասեցրեց գնդակը Կամիլյեն, մտավ Տուգանային հրապարակ և այստեղ ոչ ոք չկար Սյունիքից։ Եվ վերջ սուլում է մրցավարը, հանդիպումն ավարտված է, Անդրանիկը պատմության մեջ առաջին անգամ դուրս է գալիս Հայաստանի գավաթի խաղարկության կիսը եզրափակիչ 5-2 հաշվով Վարդենիսը ներկայացնող թիմը առավելության հասավ։